Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման փաստով։ Ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Ավելին, վարչապետ Փաշինյանը հորդորում է շրջահայաց լինել։ Ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են։ Երեք արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին Ստեփանակերտի մայր տաճարը Բաքուն հողին է հավասարեցրել։ Հասարակական մի շարք կազմակերպություններ փաստի արձանագրումից բացի ակնկալում էին, որ Հայաստանի իշխանությունը հարցը միջազգային հարթակներ կհասցնի, այն տրամաբանությամբ, որ հոգևոր ու մշակութային հուշարձանների ոչնչացումը թշնամանքի նշան է, ոչ թե խաղաղության, որ Հայաստանի իշխանության պնդմամբ արդեն կա։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը։ Տեղեկությունն ամբողջացնելուց ու տաճարի ավերման հարցում համոզվելուց հետո իշխանությունը ոչինչ չի ձեռնարկի, որովհետև ըստ Փաշինյանի խաղաղությունը սրանով չի, խաղաղ սահմանով ու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով է։ Իսկ փոխադարձ մեղադրանքներն, օրինակ հուշարձանների ավերման հարցով, համարում է թակարդ, որից պետք է դուրս գալ ավետարանական ճշմարտությամբ։ Ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք։ Ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։ Վարչապետի խոսքից հասկանում ենք, մեզ էլ ասում են ադրբեջանական հուշարձաններն եք քանդել։ Առաջարկում է պատմությանն ամբողջական նայել, առերեսվել պատմությանը։ Մենք ունենք այդ համարձակությունը։ Ես ունեմ այդ համարձակությունը։ Շաբաթներ առաջ էլ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին էր Բաքուն հիմնահատակ ավերել։ Այդ ժամանակ էլ լրագրողի հարցինի պատասխան Հայաստանի վարչապետն առաջարկել էր փոխադարձ մեղադրանքների էջը փակել։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում։ Ադրբեջանական կողմը սակայն իր հսկողության տակ անցած տարածքներում հուշարձանների ոչնչացմանը զուգահեռ պարբերաբար հայկական վանդալիզմի մասին է խոսում։ Թեման փակելու առաջարկներ այստեղից չեն հնչում, որ Արցախի հուշարձանների հարցով Հայաստանը չի զբաղվելու, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր նաև մեկ շաբաթ առաջ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, իսկ Հայաստանում կան պատմամշակութային հուշարձաններ, որ հենց այսօր ոչնչացվում են։ Այո, կան, եւ իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական, պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը։ Մի քանի օր է սահմանադրության այս կետն են վկայակոչում հանրային գործիչները, փոքրիկ հույսով սպասելով իշխանության արձագանքին։ Հայաստանի իշխանությունները 2023 թվականից երբ են դիմել միջազգային հանրությանը, տեսեք, սա արդեն 7-րդ եկեղեցին է, որ հիմնահատակ ավերում են, կամ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք ենթարկվել են վանդալիզմի եւ պղծման, ինչ որ քայլ կատարել են։ Որ այս պատմությունն ըստ վարչապետի երկկողմանի սուր է, համաձայն չէ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա 23 տարի վկայագրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանը ցանկեր կազմել։ Հավասարություն դնելը, նորից եմ կրկնում, դա մեղանչում է ճշմարտության դեմ։ Պնդում է Արցախի տարածքում 10 մզկիթ է եղել, 9 տեղում են, մեկը ոչնչացրել են ադրբեջանցիները վերջերս։ Շուշիում գտնվող մզկիթներին, Ակնայի մզկիթին, Կովսականում գտնվող մզկիթին, որ Այգեկի մզկիթը, այմիջալոց Այգեկի մզկիթը ադրբեջանցիները, մզկիթ աղոթարանը ադրբեջանցիները ոչնչացրել են 2025 թվականին, շինարարական աշխատանքները այնտեղ ճանապարհին անմիջապես եզրին էր գտնվում։ Իսլամական մշակույթի հոգևոր պաշտամունքային բոլոր հուշարձանները եղել են Արցախի հուշարձանների պետական ցանկում։ Որոշ տեղերում դրանք միայն ցանկապատվել են, որոշ տեղերում ամբողջությամբ վերականգնվել, պնդում է Հովհաննիսյանը։ Միայն Շուշի թե վերին փոքր մզկիթը, որը վերականգնվել է մեր սփյուռքահայ բարերարների կողմից, ինչպես նաև Շուշի հանրահայտ Գոհար աղայի մզկիթի վրա ծախսվել է 447 միլիոն դրամ։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, եթե որոշ իսլամական հուշարձաններ տուժել են, ապա ռազմական գործողությունների պատճառով։ Դրանց հետևանքով նաև հայկական հուշարձաններ են ավերվել։ Բաքուն պնդում է հայերը շուրջ 70 հուշարձան են ոչնչացրել Արցախի տարածքում։ Ըստ Հովհաննիսյանի, այդպիսի թիվ խորհրդային ցանկերում էլ չկա։ Ստեփանակերտի մայր տաճարի քանդման վերաբերյալ պաշտոնական Բաքուն ոչինչ դեռ չի հայտարարել։ 60 վանական համալիր ենք թողել Արցախում, 385 եկեղեցի։ Սրանք 3 տարվա վաղեմության թվեր են։